Կարևորելով արյան դոնորների դերը մարդկային կյանքերի փրկության գործում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժանկոչյանի օրհնությամբ կազմակերպվել էր բարեգործական նախաձեռնություն «Հանձնիր արյուն փրկիր կյանք» խորագրով։ Մայիսի 28-ին վաղ առավոտից Յոլյանի անվան արյունաբանության եւ հուծկաբանության կենտրոնի արյան ծառայության բուժանձնակազմը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում էր արյունատվության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի առաջին անկախության օրվա առիթով։ Որքան էլ մեզ թվում է, թե մեզանից 100 տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունն է անկախությունը, բայց այդ անկախությունն է, որ մի նոր շունչ, մի նոր որակ, մի նոր կյանքի հույս է բերում մարդու մեջ։ Այսօր մենք բոլորս այդ օրվա խորհրդի մեջ ենք։ Եվ լավագույն բանը մեզ համար մտածեցինք, որ այսօր կարելի է կազմակերպել արյան բանկ, արյունատվություն, որովհետև արյան մեջ է կյանքը։ Եվ մտածեցինք, որ այդ արյուն տալով մենք փորձում ենք կյանք տալ այն բոլոր մարդկանց, ովքեր այդ արյան կարիքը ունեն։ Եվ ինչու եկեղեցով, որովհետև եկեղեցին է կյանքը պարգևում։ Ամեն օր բազմաթիվ մարդիկ կյանքի պահպանման պայքարում արյան տարբեր բաղադրիչների փոխներարկման կարիք են ունենում։ Արյունը չունի արհեստական փոխարինիչներ, այն հնարավոր չէ արտադրել լաբորատորիաներում կամ փոխարինել դեղամիջոցներով։ Արյան փոխներարկման համար անհրաժեշտ միակ աղբյուրը պոտենցիալ առողջ մարդն է, եւ մեզնից յուրաքանչյուրը ունի կյանք փրկելու հնարավորություն։ Արյան դոնորությունը պետք է դառնա մեր մշակույթի մի մասը, քանի որ եթե մի օր մեր կամ մեր սիրելիների կյանքը կախված լինի այդ մեկ պարկ արյունից, ապա պետք է հուսանք, որ ինչ-որ մեկը ժամանակին դարձել է արյան դոնոր։ Եվ պետք է հիշենք, որ արյան պաշարները հանրապետությունում, աշխարհում, ցանկացած երկրում մշտապես սպառվում են եւ դրանք կարող են վերականգնվել միայն ու միայն մեր բոլորիս արյան դոնորների պարբերաբար կանոնավոր կերպով իրականացվող արյունատվությունների շնորհիվ։ Դոնորություն Հայաստանի Հանրապետությունում մշտապես կատարվում է եւ մեր առաքելությունը նաեւ այն է իրազեկման միջոցով զարգացնել այդ մշակույթը, որպեսզի համալրենք արյան պաշարներ, այդ թվում արյան պետական պաշարներ։ Առաջին անգամ է դեպ հայ առաքելական եկեղեցում իրականացում արյան դոնորություն, որ կարծում եմ մեծ իրադարձություն է եւ հուսով եմ շարունակական կլինի եւ բավականին խորհրդանշական։ Արյանն անբարձրահատույց դոնորությունը շատ ընդունված է աշխարհում եւ մեզանում նույնպես։ Մեր երկրում արյան դոնորների կարիք մշտապես կա։ Քչերին է հայտնի, որ մեկ դոնորը կարող է փրկել 3 կյանք։ Սիրիայում ունենք այս ձեռնարկը, որը անում ենք ամեն տարի ապրիլ 24-ին ներկայանում ենք մեր եկեղեցիները, նվիրատում ենք մեր արյունները։ Առավել եւս, որ տեսա արդեն մեր եկեղեցին էլի ունենում է հենց ծրագիր, ուզեցի ես էլ մասնակցել, իմ մասնակցությունը բերել։ Գիտեմ, որ մեր ազգին կարևոր է, էլի էդի։ Յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևոր են այսպիսի միջոցառումները, այսպես ասած, ու որպեսզի մարդիկ ավելի շատ ներգրավվեն, ցանկալի է, որ պրոպագանդենք, այսպես ասած, ու ավելի շատ տարածենք, խոսենք դրա մասին, ցույց տանք մեր օրինակով առաջինը։ Կարծում եմ, եթե ասեմ մեկ նախադասությամբ, հավատքը գործ է։ Առաջին անգամ եմ դոնոր հանդիսանում, մի քիչ լարվածությունը կար, բայց հետո արդեն ամեն ինչ շատ լավ էր։ Ամեն ինչ նորմալ է, հանգիստ շատ լավ վերաբերվում են։ Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր որ ունեն առողջական հնարավորինս տվյալներ, թող մոտենան, եթե առողջական տվյալները համապատասխանում են, թող փորձեն փրկել կյանքեր։ Հիշեցնենք, որ դոնոր կարող են հանդիսանալ 18 տարին լրացած քաղաքացիները, կանայք առնվազն 52, տղամարդիկ առնվազն 62 կիլոգրամ քաշով։ Միակ բացառող պայմանն այն է, որ քաղաքացին չպետք է ունենա տարբեր ախտահարումներով պայմանավորված սահմանափակումներ։ Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հարկի տակ հավաքված իրենց հերթին սպասող դոնորները հավելում են, որ արյուն հանձնող դոնորը անպայման պետք է ունենա բարի սիրտ, հավատ եւ ուրիշին կյանք պարգևելու անմնացորդ պատրաստակամություն։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։